Պարոն Հակոբյան, Նարեկ Կարապետյանը պոպուլիստական հայտարարություններով հանդես եկավ, օրինակ հայտարարեց, որ փոքր բիզնեսին պետք է ազատել հարկերից, դեղերի գները պետք է նվազեցնել եւ այս տեսակ հայտարարություններ։ Խնդրեմ անդրադառնաք դրանց։ Շնորհակալություն։ Նախ եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում փոքր բիզնես եւ ինչ է նշանակում հարկերից ազատել։ Առաջինը դա այն է, որ տասնյակ տարիներով մեր հարկային քաղաքականությունը էքսպերիմենտների է ենթարկվել եւ հիմնականում այդ process-ի շահել են այն մարդիկ նախկին իշխանությունների ժամանակ, ովքեր որ այս կամ այն կերպ փոխկապակցված են եղել իշխանությունների հետ։ Այսինքն այդ փոքր բիզնեսին հարկերից ազատելը չի ծառայել երբեք փոքր բիզնեսին։ Ինչի՞։ Որովհետև մենք տեսել ենք բազմաթիվ այդպիսի տվյալներ կան, որ նման ինչ-որ մի հատ օրենք ընդունելու հետևանքով բազմաթիվ մեծ բիզնեսներ կարող են տրոհվել, դառնալ փոքր բիզնեսներ եւ այդ փոքր բիզնես դառնալու արդյունքում խուսափեն հարկերից։ Եվ այն իշխանությունները, ովքեր որ չունեն շահագրգռվածություն այս առումով, բացառված է որ գնան նման բանի։ Այսինքն տվյալ դեպքում այս հայտարարությունը, որի մասին որ դուք նշեցիք, ես խորապես վստահ եմ, որ միտված է սրան, որովհետև չի կարող լինել բիզնես, որը որ չհարկվի։ Ուղղակի այդպիսի բան չի գալի։ Կարող են լինել պետական աջակցության ծրագրեր, կարող են լինել խթանիչ, խթանող ծրագրեր, կարող են լինել մաքսատուրքերից ազատելու ծրագրեր, կարող են լինել գերակա ոլորտներ եւ այլն, բայց նման հայտարարությունը, որ փոքր բիզնեսը մենք պետք է ազատենք հարկերից, սա հղի է շատ լուրջ հետևանքով, որովհետև բացի այն, որ սա պոպուլիստական է, նաև սա հակամրցակցային եւ հակառևտրական, այսինքն սա մի հայտարարություն է, որը իրականության հետ չի կարող կապ ունենալ։ Ցանկացած փոքր բիզնես, ով որ կազատվի հարկերից, դրանից հետո կտեղի կունենա հետևյալը. մեծ բիզնեսները կտրոհեն իրենց տնտեսությունները թղթի վրա եւ կդառնան ավելի փոքր բիզնես հարկերից խուսափելու համար եւ հետեւաբար սա ստեղծելու է մի հատ իմ կարծիքով շատ բացասական իրավիճակ հարկերից խուսափելու համար եւ այլն։ Եվ նորմալ եմ համարում, որ նախընտրական փուլում քաղաքական նոր ձևավորվող ուժը պետքա պոպուլիստական հայտարարություններ անի, նորմալ եմ վերաբերվում, որ պետքա ականջահաճո հայտարարություններ անի, բայց ես օրինակ նաև օգտվելով առիթից ուզում եմ դիմել մեր փոքր բիզնեսի ներկայացուցիչներին եւ խնդրել նրանց չտրվել նմանատիպ մանիպուլյացիաների եւ ստերի, որովհետեւ այն ինչը որ համարվում է փոքր բիզնես, եթե իշխանության ներկայացուցիչները գնան այդ ճանապարհով եւ սկսեն տրոհել իրենց բիզնեսները, ինչը մենք միանշանակ կարող ենք ենթադրել եւ տեսնել, իրենք ուղղակի դուրս կմղվեն այդ շուկայից։ Ըստ ձեզ ով կլինի իրենց ձևավորած թիմի հետ ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածու։ Ես չեմ կարող ասել ով կլինի, բայց ակնհայտ է, որ իրական առաջնորդը, եթե այդպես ասենք, իրական առաջնորդը ով Սամվել Կարապետյանն է եւ իրենք նշում են դրա մասին, ով ռուսական կապիտալով, օտարերկրյա կապիտալով գործարար է, չի կարող լինել Հայաստանի Հանրապետությունում, չի կարող զբաղեցնել բարձրագույն պաշտոն, որովհետև նա ունի այլ երկրների, ոչ թե այլ երկրի, այլ երկրների քաղաքացիություն, ես ինչքան գիտեմ նաև Կիպրոսի քաղաքացիություն ունի եւ մենք հիմա նշում ենք անդադ, որ ռուսական կապիտալ, բայց միգուցե նաև այլ երկրի կապիտալ էլ կա այստեղ, ինչը եւս մեր համար խնդրահարույց է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին պետք է լինի մարդ, ով ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունն է իր հիմնական շահերի երկիրը եւ չի կարող մարդ, ով ունի մի քանի անձնագիր, ղեկավարել Հայաստանի Հանրապետություն։ Վերջերս քննարկվեց նաեւ Նարեկ Կարապետյանի բանակում չծառայելու մասին, նա հայտարարել է, որ ինքը դիմել է զինկոմիսարիատ, սակայն իրեն ասել են, որ ինքը չի կարող գնել։ Տեսեք, այս հարցի առնչությամբ ես չեմ ուզում, այսինքն ինֆորմացված չեմ, ես չգիտեմ նա ինչ հիվանդությամբ է ազատվել բանակից, ինչի է դիմել, ինչի չի դիմել եւ այդ դիմելու հետևանքով ինչի իրեն չեն զորակոչել, բայց ենթադրում եմ, որ խնդրի ինչ-որ առողջական խնդրի մասին է լինելու եւ որpիսի մենք այս հարցին պատասխանենք, պետք է մանրակրկիտ հասկանանք եւ պարոն Կարապետյանի նաեւ կոչ եմ անում այս հայտարարությունը անել ամբողջական, այսինքն ինքը նշել է, որ
դիմել եմ ինձ չեն տարել, բայց չի նշել, թե ինչ պատճառով չեն տարել, ինչ պատճառով ազատվել եւ այնտեղ իրենք ինչքան գիտեմ առաջարկվել է կրկնակի ստուգում անցնել եւ ինքը այդ ստուգումը իմ ունեցած տվյալներով նաեւ մերժել է։ Հիմա օրինակ ես էլ եմ առողջական խնդրի պատճառով ազատվել զինվորական ծառայությունից, որովհետեւ վիրահատության եմ ենթարկվել ինչ-որ փուլում, եթե ինձ հիմա պահանջեն, ասենք կրկնակի ստուգում անցի, մենք պետքա համոզվենք իրոք վիրահատության ես ենթարկվել, որի պատճառով ազատվել ես պարտադիր զինվորական ծառայությունից, ես միանշանակ կասեմ այո։ Օրինակ ես պատրաստ եմ այդ կրկնակի ստուգումը անցնել, թե ինչի պարոն Կարապետյանը պատրաստ չի կրկնակի ստուգումը անցնել, եթե այդ ինֆորմացիան, որը տարածվել է ճիշտ է, ինձ համար անհասկանալի է։ Խոսենք նաև OSI մեդիայի օրերս հրապարակած մի հրապարակման մասին, որ Ռուսաստանը կենտրոնանում է Հայաստանի վրա, $165 միլիոն կծախսվի արտերկրում փափուկ ուժի ընդլայնման վրա, եւ նաև խոսք է գնում, որ այդ աշխատանքները կղեկավարի Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Նախ ուզում եմ նշել, որ Ռուսաստանը միշտ է կենտրոնացած Հայաստանի վրա որպես գործընկեր, ԵԱՏՄ անդամ եւ նախկինում նաև ՀԱՊԿ գործընկեր, եւ այստեղ որևէ տարօրինակ բան չկա։ Մենք գտնվում ենք մեր նույն մաքսային գոտում եւ աշխատում ենք միասին, նաեւ այլ երկրների հետ։ Իսկ ձեր նշած ինֆորմացիան, եթե քաղաքական բնույթ ունի եւ քաղաքական տեսեք, մենք պետքա փաստարկված խոսենք։ Հիմա այն, որ Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ կա, եղել է եւ 18 թվականից մինչեւ այսօր արդեն 7-8 տարի է շարունակվում է, սա միանշանակ է աներկբա եւ որևէ մեկը այլ կարծիք ունենալ չի կարող։ Սա իրական ես հիմա նաեւ տվյալներով կարող եմ նշել 18 թվականից սկսած նախ Արցախի հետ կապված, հետո ընտրությունների հետ կապված, արտահերթերի հետ կապված, հիմա ականատես ենք լինում եկեղեցու հետ կապված, Կտրիշ Ներսիսյանի հետ կապված եւ այլն։ Եվ մենք որևէ կերպ պետք չի խուսափենք այս իրականությունից։ Այո, Հայաստանի Հանրապետության դեմ կա հիբրիդային պատերազմ, բայց նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ մենք արդեն որպես հասարակություն շատ լավ դիմակայում ենք այդ հիբրիդային պատերազմին եւ այդ հարվածները, որ մեզ տարբեր տեղերից ուղղում են, մենք շատ լավ ընդունում ենք այդ հարվածները եւ հակահարված ենք տալիս եւ այն ուժերը, ովքեր որ այդ հիբրիդային պատերազմի ընթացքում կարծել են, որ կարող են քաղաքական հաջողություն ունենալ, նրանք այսօր սպառված են, ոչնչացված են, քաղաքական լուսանցքում են գտնվում եւ սա նաեւ մեր հասարակության խոհեմության ոնց որ գրավականն է։ Վարչապետը խոսեց նաև հիբրիդային պատերազմի մասին եւ որքան էլ ցավալի է, նա ասաց, որ դրա վառ օրինակը Կտրիչ Ներսիսյանն է։ Այս հարցը ինչպես։ Այո, դրա վառ օրինակը Կտրիչ Ներսիսյանի օրինակն է, երբ փորձում էին մի անձի պատճառով ինչ-որ ուժեր մեր քաղաքացիական պայմանագրի շատ գործընկերներ սրա մասին խոսել են, ինչ-որ ուժեր փորձում էին մեր հասարակությանը եւ եկեղեցուն հանել իրար դեմ եւ ցույց տալ, որ այդ ամեն ինչը իշխանության ձեռի գործն է եւ սրա շուրջ հսկայական հիբրիդային պատերազմ էր ընթանում եւ հիմա ուղղակի այդ օրակարգն էլ է վերջացել, որովհետեւ մեր հասարակությունը արդեն մեր քաղաքացիները իրանք այնքան են այդ պտուտակը տեսել, այդ ամեն ինչի միջով անցել, որ նրանց համար արդեն սովորական երևույթ է դարձել հիբրիդային պատերազմը, բայց ես ասեմ, մենք վատ չենք պաշտպանվում։ Եվ նաև խոսենք այն մասին, որ Կտրիչ Ներսիսյանը որոշում է կայացրել, որ եպիսկոպոսաժողովը պետք է անցկացվի Ավստրիայում, բոլոր եկեղեցականները այդ բարձրաստիճան ասում են, որ դա կանոնակարգի խախտում է։ Ես կարծում եմ, որ սա կանխատեսելի էր եւ ես նաև կարծում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը ղեկավարվում է ոչ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատավորների կողմից եւ չի ներկայացնում հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատավորներին, նա ղեկավարվում է ինչ-որ մի օֆիսի կողմից, հենց այսպես ես կբնորոշեի, եւ այդ օֆիսը նրան ասել է, որ շանել ժողովը Հայաստանի Հանրապետությունում, որովհետև ուղղակի կարող է քվորման խնդիր լինել եւ անհրաժեշտ քանակով եպիսկոպոսներ չմասնակցեն եւ ինքը հերթական անգամ հայտնի մի իրավիճակում, երբ կերևա, որ ինքը չի տիրապետում եկեղեցում ամբողջությամբ իրավիճակին եւ չի ներկայացնում եկեղեցու սպասավորների հավաքական կերպարը կամ հավաքական շահը կամ իրենց ղեկավարը չէ եւ այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ մի օֆիսից իրեն հուշել են, որ այլ քայլեր ձեռնարկին, այլ դա արել է։
Ինչ է կարծում 2026-ի հետ նախընտրական պայքարի մեջ եկեղեցին կմտնի Կտրիշ Ներսիսյանը միանշանակ մտնելու է, ոչ թե 2026-ին է մտնելու, այլ ինքը հենց հեղափոխության հաջորդ օրվանից իմ կարծիքով սպասել է ինչ-որ պահի, որ մտնի պայքարի դեմ, ժողովրդի իշխանության դեմ եւ այլն, բայց նա իր քաղաքական հաշվարկներում ինչպես միշտ սխալվել է եւ մենք ցույց տվեցին նախորդ իրավիճակները, որ ինքը միշտ նաև ընդդիմադիր կեցվածք է ունեցել եւ շատ հաճախ, այո, շատ մեր իշխանության ժամանակ եւ շատ հաճախ նաև հակապետական։ Ես ձեզ ուզում եմ պատմել մի դրվագ, երբ քաղաքական գործիչներից երկու հոգի 20 թվական պատերազմից հետո գնացել են իր մոտ եւ խնդրել են, որ գերիների հարցում օգտակար լինի, նա ասել է, որ ոչ մի դեպքում չի օգնի գերիներ հետ բերել, որովհետև դա նշանակելու է իշխանության ռեյտինգի բարձրացում եւ այդ մարդիկ կան այժմ իմ ունեցած տեղեկություններով դրանցից մեկը նաեւ պարոն Անդրանիկ Քոչյանն է, մեր ֆրակցիայի, մյուսը քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանն է, ով խոսում է սրա մասին անընդհատ եւ նաեւ կարող եք հարցնել նրանց՝ մի մարդ ով նման հայտարարություն է արել, արդյոք իրավունք ունի լինել հայ առաքելական եկեղեցու ղեկավար, մի մարդ ով թաթախված է ամենատարբեր բաների մեջ, որը հավատքի եկեղեցու հետ կապ չունի, մի մարդ, որ ակնհայտ մի մարդ, որի դիվանապետը մենք տեսանք, թե ինչով էր զբաղված եկեղեցում, ինչ եք կարծում, ներկայացնում է հայ առաքելական եկեղեցին։ Ես կարծում եմ, որ ոչ, մի մարդ, ում եղբայրը, որը նաև թեմի առաջնորդ է, փաստորեն այլ երկրի գործակալ է, նա ներկայացնում է եկեղեցին, թե ոչ։ Մի մարդ, որը պետության դեմ ունի արտաքին քաղաքական այլ օրակարգ, ներկայացնում է եկեղեցին, թե ոչ։ Մի մարդ, որ խախտել է կուսակրոնության ուխտը, ներկայացնում է եկեղեցին, թե ոչ։ Սրանք հարցեր են, որի պատասխանները մենք եւ հասարակությունը արդեն ունեն, եւ այդ պատասխանները ունենալուց հետո միայն արդեն հասունացավ այն պահը, որ եղավ այն ինչ եղավ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։